պայմանագրի անդամները, պատգամավորները իրար հերթ չտալով ստատուսներ են գրում եւ մեղադրում են նաեւ այդ թվում ընդդիմությանը կոռումպացված քաղաքապետին պաշտպանելու մեջ նախ դրա վերաբերյալ ինչ կասեք եւ այս բռնաճնշումների շղթայի շարունակական լինելու։ Գիտեք, եթե նայեք անցնող 5 տարին կտեսնեք սովորաբար գերագույն գլխավոր խելագարը ազգային ժողովի ամբիոնից կամ ինչ-որ տեղից հրահանգը տալիս է, իրավապահ համակարգին մնում է գնա այդ գործը սարքի, իսկ ԿՊ պատգամավորներին մնում է դա հիմնավորել, այսինքն այս է սխեման անցնող 5-6 տարվա, եթե տեսնեք, միշտ այդպես է գնալ, այս ուժային կառույցները, հատկապես այս շենքում նստած դատավորների 90%-ը պետք է միշտ իմանան, որ կատարում են սրանց հրահանգները ու իրենք ամբողջական պատասխանատվություն են կրում են ազգադավ քաղաքականության համար, որ իրականացնում է այս իշխանությունը։ Բնական է, այսինքն իրանք փորձելու են այս կեղծ զապիսներով, այս սարքած չգիտեմ ինչով, ոնց որ մնացած բոլոր դեպքերում։ Այստեղ այլևս ոչ նորություն կա, ոչ էլ չգիտեմ ինչ կա, հավատալ այսօրվա Հայաստանի քննչական մարմնին, դատական համակարգին, դատախասությանը, սրանք պետության շահերի օրինականության հետ վաղուց այլևս կապ չունեն, սրանք ծառայում են մեկ մարդու համար, սրանք ժողովրդավարության թշնամիներն են եւ ամեն օր ապացուցում են։ Էսա ժողովրդավարության բաստիոնը։ Եվ նաև ձևը, ինչպես էին ներխուժել Գյումրու քաղաքապետարան, հետո դուռը կոտրելով տարան, մենք օրինակ փոխարենը չտեսանք, որ փարաքարում սպանություն կատարած կամ դա պատվիրած անձանց նկատմամբ այդպիսի վերաբերմունք ցուցաբերվել։ Եթե ենթադրենք, որ օրինակ կոռուպցիա կա։ Երկրում հանցավորությունը, թմրանյութերի շրջանառությունը բոլոր տվյալներով տասնյակ անգամներ բազմապատկվելան։ Այսօր մեր երկրի ողջ ուժային համակարգը զբաղվում է բացառապես ընդդիմադիր գործիչներով եւ երկրում ձևավորված դիմադրության օջախները ոչնչացնելով, նաեւ շատ հաճախ խրախուսելով հանցագործություններ, որ կան գոյություն ունեն։ Ինչ վերաբերում է մի ծանոթագիր պետքա տային մարդուն, գար ներկայանար քննչական կոմիտե, բայց չէ, պետքա ուժ ցույց տան, պետքա հարձակվեն, պետքա այս մարդկանց sense հանեն գցեն փողոցները, գնան քաղաքապետարանի դռները ջարդեն, այս ամեն ինչի համար են, որպեսզի վախեցնեն մարդկանց, որովհետև ինքը ամեն անգամ ծանոթանալով սոցիոլոգիական հարցումներին, տիրող իրավիճակին, ընկնում է հիստերիկայի մեջ ու իրան թվում է, թե այս ձերբակալություններով կարող է վերարտադրվել կարիմիր նպատակին հասնել։ Վերջը մի կետ կա, էլ էս ամեն ինչը այլևս վերջանալու, ասենց չես կարող երկար շարունակել։ Ասած են, վախեցնել ըստ ձեզ արդյունք տվեց, վախեցնելու մոդեցումը կամ Գյումրիում տեսարանները ինչ էին հուշում։ Գյումրեցին այսօր տղամարդավարի, այսպես ասած, թասիբով դուրս եկավ իր քվեն պաշտպանած։ Շատ կարևոր է։ Ես միշտ ասել եմ 5-6 տարի շարունակ կրկնում եմ, այս իշխանության դեմ պայքարելու միակ ճանապարհը սա իրեն համարժեք հակազդեցություն ցույց տալն է։ Բոլոր ուղղություններով, բոլոր հնարավոր ձևերով պետքա պատշաճ հակազդեցություն ցույց տալ։ Այսօր Գյումրեցին վեր կացավ իր քվեն պաշտպանած։ Այս շատ կարևոր երևույթ էր, որ տեղի ունեցավ։ Նաև ցույց տվեցին, որ ամբողջ երկրի ոստիկանական ուժերը մի քաղաքի, մի մարդու համար ուղղորդեցին դեպի երկրորդ մայրաքաղաք։ Այս կարևոր արձանագրում էր էս։ Եվ նաև իջմիածնում են ընտրություններ սպասվում, դաշնակցությունը մասնակցելու է։ Հիմա սա նաև փորձ չէ վախեցնել նաև ընտրողներին կամ հիասթափեցնել ասելով, որ ում ուզում եք ընտրեք, մեկը մենք ենք որոշում, ով պիտի լինի իշխանության։ Շատ կարևոր ձևակերպում տվեցիք, ինքը հենց դա է փորձում անել։ Այս վարշապատի ընտրությունից առաջ ինքը ուզում է ասի, որ ում ընտրեք, միևնույնն է իմ ուզածը կլինի, բայց ես առիթից օգտվելով ուզում եմ ասել, այս նաև այդ նպատակով է դա անում, այստեղ պետք է վարշապատին ցույց տա ու հերթական վարշապատի ընտրությունները պետք է լինի ԿՊ-ին վռնդելու քայլերից մեկը եւ կարծում եմ իր այս քայլերը բերելու է ավելի շատ հակազդեցության մարդկանց կողմից։ Այդ վախի այո, ընդհակառակ ընտրողը վրեժ լուծելու համար պետք է գնա ու սրանց իշխանազրկի։ Հենց ժողովուրդը ընտրում է մի բան, որ իր սրտով չի, այդ կլինի Բրյուսովի ռեկտոր, մի հատ մանկապարտեզի տնօրեն, մեծ ու փոքր համայնքի ղեկավար, ինքը անմիջապես
կապ չունի այդ ժողովրդի ընտրությունա, թե ոչ, դրան դեմ է գնում ու այս ժողովրդավարության մասին իր պատկերացումներն են։ Ոնց որ մնացած բոլոր ուղղություններով, ստեղ էլ ինքը կեղծ է, ֆեյք է եւ պարզապես մի հատ խուժան հանցագործ թիմ, որ այս հայտնվել է երկրի կառավարման ղեկին, ասես ձերբակալություններով, ապօրինություններով, սրիկայություններով փորձում է իր իշխանությունը պահի։ Մեր խնդիրը այն է համարժեք հակազդեցություն համարժեք հակազդեցություն տալ ու թույլ չտալ այս ծրագիրը հասցնի իր ավարտին։ Եվ նաև կաթողիկոսի կապված ձեր կարծիքով կգնան կաթողիկոսին նաև կալանավորելու ճանապարհով թե ոչ, եւ դուք մոբիլիզացիա եկեղեցու մոտ, եթե անկեղծ լինեք, տեսակ ի պաշտպանություն կաթողիկոսի, այս առումով ինչ պատկեր ունենք։ Այսօրվա Գյումրին ցույց տվեց իրենց մտածելու տեղիք տալու Էջմիածնի վրա գնալուց առաջ։ Երեկ էլ մի կոչով տեսակ քանի հազար մարդ հավաքվեց եւ կարծում այո մենք պարտավոր ենք եկեղեցին պաշտպանել այս թշնամական ուժերից։ Դարերի ընթացքում ենք ստիպված եղել հայ ժողովրդի եկեղեցին պաշտպանել մոնղոլներից, թուրքերից, տարբեր թշնամական պետություններից, այսօր ստիպված պետք է պաշտպանենք Նիկոլից եւ իր խմբակից։ Էսա դժբախտաբար իրականությունը ու այս գիտակցությամբ մենք պետք է մոտենանք այս հարցին։ Մենք մեր Էջմիածինը սուրբ առաքելական եկեղեցին պաշտպանելու խնդիր ունենք։ Ինչպես քաղաքական առումով կարողանա անդիմությունը պահել բարձր լարումը, որպեսզի մարդկանց այս ցասումը հերթական անգամ արդեն կան նման խոսակցություններ, խոսել ենք այս անցնող ժամանակահատվածում, տարբեր քննարկումներ, կոնսուլտացիաներ ունեցել ենք, բայց ժամանակն է վերջնական ձևավորելու առնվազն մի քանի հարցերի շուրջ ընդդիմադիր դաշտ, անկախ ով ինչ բլոկով ընտրություններին մասնակցելու, ով ինչ քաղաքական հայացքներ ունի, ինչ գաղափարական եւ այլ տարաձայնություններ գոյություն ունեն, մի քանի հարցերի շուրջ ընդդիմությունը պարտավոր է ձեռք բերի ամբողջական համաձայնություն, ստեղծի համապատասխան մեխանիզմներ այս ռեպրեսիվ մեքենայի դեմ պայքարելու, սրան համարժեք հակազդելու համար։ Ես նաև նկատի ունեմ, որ ընդդիմությունը օրակարգ թելադրի Նիկոլ Փաշինյանը փորձի ըստ էության կամ դրանց դիմակրավել կամ պաշտպանվել, որ հակառակ դերերին չլինեք։ Ամբողջությամբ համաձայն եմ, այս բանը տեսնում եք տարբեր քաղաքական միավորներ դիրքավորում են, նաև օրակարգ են առաջարկում, դաշտ են նետում տարբեր գաղափարներ եւ կարծում եմ առաջիկայում այս ուղղությամբ ավելի հստակ, ավելի լայնածավալ քայլեր կտեսնենք։